Նախընտրական քարոզ արշավանելու իր իրավունքը խախտվում է, դատարանում հայտարարում է խորհրդարանի Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Հավասարության սկզբունքը պահելու համար պետք է հաշվի առնել, նախապես դատական նիստ չնշանակել քարոզարշավի ընթացքում, դատարանին բողոքում է պատգամավորը։ Հիմա զուգահեռ օրինակ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի քարոզարշավ անելու, իսկ ես ստիպված եմ իրապես դատական նիստին ես շուտով քրեական գործով որպես մեղադրյալ իմ ժամանակը անցկացնելու ոչ քաղաքական իմաստով արդյունավետ ինչ-որ վրա։ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Ամիրյան փողոցում տեղի ունեցած ցույցերի ժամանակ Լևոն Քոչարյանին եւ նրա ընկերոջը Սերգեյ Ասատուրովին ոստիկանները մի քանի հոգով քաշքշելով բերման էին ենթարկել, ապա մեքենայում հարվածներ հասցրել Հայաստան խմբակցության պատգամավորին։ Բայց տուժող են ճանաչվել բերետավորներ Հրաչիկ Խաչատրյանն ու Վարդան Հովհաննիսյանը։ Շուրջ 2.5 տարի շարունակվող դատավարության ժամանակ հերթական վկան է այսօր հարձակվել։ Ոստիկանությունը ընկերս պատժող աղբերս կառուցա։ Կարմիր բերետավորների վաշտի հրամանատար Արթուր Ղազարյանին են այսօր հարցեր տվել դատարանում, որը մասնակցել է Լևոն Քոչարյանին եւ Սերգեյ Ասատուրովին բերման ենթարկելու գործընթացին։ Մենք երկխոսության մեջ չենք։ Դուք ինչ չեք ասել, ազատել փողոցը։ Կոնկրետ չէ։ Կոնկրետ ինչ չեք ասել ազատել փողոցը։ Դա ինչ է անում։ Լավ։ Թևանցուկ եղել են, նես չի որ ձեր համար դա ինչ-որ տարօրինակ բան է եղել, շատ ցույցեր եք եղել, մենք էլ ենք եղել։ Թևանցուկ լինելը դա ինքնին ասացիք, որ ինչ-որ դատապարտելի տենց գրողեն պատժելի ինչ-որ արարք չի։ Մենք ինչ չեք ասում, եք մոտեցել եմ, օրինակ ասեք, բան Քոչարյան, ուրեմն ջան ազատեք փողոցը։ Կարճ պատասխաններ է տալիս Ղազարյանը փաստաբանների, դատախազի եւ մեղադրյալի աթոռին հայտնված մարդկանց հարցերին։ Պարոն Ղազարյան, ես դες հարվածել եմ։ Ես նման բան չեմ տեսել, որ դուք ինձ հարվածել։ Եթե ուզենայի այդ դիրքում, թևանցուկ վիճակով, կարող եք ծնկով հարվածել, օրինակ, եթե ուզենայի։ Ձեռքով էլ կարող։ Ձեռքով նոր թևանցուկ եք, չեմ ասում, առնվազն ծնկով կարող եք, չեմ հարվածել։ Այո, ուրեմն ես։ Չէ։ Ոստիկանական վաշտի հրամանատարը ենթադրում է, որ Լևոն Քոչարյանը, Սերգեյ Ասատուրովը եւ ցույցի մյուս մասնակիցները լսել են ոստիկանական մեքենայից բարձրախոսով հայտարարված ճանապարհը բացելու պահանջը։ Չի հիշում, մեկ թե մի քանի անգամ է նման պահանջ եղել։ Ես ունեմ հասկանում եմ, մենք հստակեցրի։ Մեկ ավտոմեքենայից մեկ ծառայողի կողմից պահանջանը չէ, դա նկատի ունեք, թե ի վերջո մի քանի ավտոմեքենա, մի քանի ծառայողից տարբեր իրան անհատապես ինչեցրել են պահանջներ։ Մենք հստակեցնենք դա։ Լսել եմ մեկից ավել բարձրախոսի ձայն։ Դիտորդի դերում են իրենց զգում Սերգեյ Ասատուրովն ու նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Պաշտպանը նկատում է դատախազը վկային հարցաքննման ժամանակ որևէ բառ չի հարցնում Ասատուրովի վերաբերյալ։ Մենք բարույթի հետ առնչություն չունենք, որովհետև դերակատարները Հրաչիկն է Խաչատրյան եւ Լևոն Քոչարյան։ Կոչուբաևը տպավորություն ունի, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել, որովհետև նա Լևոն Քոչարյանի ընկերն է։ Մենք այստեղ ենք բացառապես մեկ պատճառով, որովհետև պարոն Ասատուրովը պարոն Քոչարյանի մտերիմ ընկերն էր եւ բացի իրեն կալանավորելը պետք է նաեւ անձնական ցավ պատճառել եւ ընկերոջը նույնպես այսպես քրեական հետապնդումով անցկացնել։ Ավելի քան 2 ժամ տևած դատական նիստը հետաձգվում է։ Հունիսի 15-ին են հարցաքննելու մյուս վկաներին։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։